Եթերում Էպիկենտրոն լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Արա Աբրահամյանը, բարի երեկո։ Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սեուլում մասնակցել է միջուկային անվտանգության 2012 թվականի միջազգային գագաթնաժողովին։ Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով։ Շնորհակալություն հայտնելով գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ նախագահ Լի Մյուն-բակին գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող հավաքը հյուրընկալելու համար նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացմանը։ Հայաստանը որպես միջուկային էներգիա արտադրող երկիր ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցություն։ Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաեւ բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումը եւ հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է, նշել է նախագահը, հավելել. Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք ատոմային էներգիայի միջազգային գործակալության այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները։ Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը։ Ադրբեջանի նախագահի կողմից հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հետյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելավոճ։ Ընդ որում ամենաբարձր ամբիոններից խեղված է ներկայացում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության մեր եւ ձեր կողմից ընդունված փաստաթղթերը։ Նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրվում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ։ Իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա, նշել է նախագահ Սարգսյանը։ Ադրբեջանական մամուլում տեղ գտած Ղարաբաղը ում է պետք վերտարությամբ հոդվածում ադրբեջանցի վերլուծաբան Ասիֆ Գուլիևը դիտարկել է Ղարաբաղյան հարցի կարգավորման 3 հավանական տարբերակ։ Ըստ այդմ, հայերը պետք է հասկանան իրենց սխալը եւ թողնեն այդ հողերը։ Երկրորդ, միջազգային ուժային կենտրոնները պետք է ճնշում գործադրեն հայերի վրա եւ երրորդ, Ադրբեջանը պետք է ուժով հետ վերադարձնի գրավյալ տարածքները։ Միջազգային ուժային կենտրոնների կողմից Հայաստանին կարգի հրավիրելու փորձերին Գուլիևը խորհուրդ է տալիս հավատ չընծայել։ Դա բարդ հարց է, Ղարաբաղում պատերազմ է ընթացել։ Պատերազմի այդ փուլում ադրբեջանցիները տանուլ են տվել։ Դժվար թե նրանք ինքնակամ դուրս գան այդ տարածքներից։ Ուստի հույսը Ադրբեջանի զինված ուժերն են մնում, որոնց վրա պետությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում։ Գրում է նա. հեղինակի համոզմամբ ադրբեջանական բանակի հզորացման մասին առասպելները իրականությանը այնքան էլ չեն համապատասխանում։ Վերջին տարիներին ավելի ստույգ 2007-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերում սպա դառնալ ցանկացողների թիվը գնալով նվազում է։ Դրանից բացի չի կատարվում նաև գլխավոր ռազմական դպրոցների ընդունելության ծրագիրը։ Իսկ դա խոսում է ոչ թե բանակի հզորացման, այլ հակառակ գործընթացի մասին, եզրափակում է ադրբեջանցի վերլուծաբանը։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-ից 3-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 2011 թվականից սկիզբ առած արաբական գարնան հետևանքները սովորական իշխանափոխություններից վերածվում են նոր պետությունների կազմավորման գործընթացի։ Այդպիսի եզրակացության են հանգել ամերիկյան Ելի համալսարանի քաղաքական փորձագետները, վկայաբերելով հատկապես Լիբիայի եւ Սիրիայի օրինակները։ Խնդրին այլ տեսանկյունից են նայում հայ մասնագետները, ինքնորոշման ֆոնին ընդգծելով Արցախի անկախության կարևորությունը։ Սիրիայի հյուսիսում ձևավորվում է քրդական ինքնավարություն, Լիբիայում ինքնավարության համար ոտքի են ելել Կիրենայիկ եւ Միսուրատա շրջանների բնակիչները։ Նրանց պաշտպանությամբ են հանդես գալիս եվրոպական պետություններն ու քաղաքական կառույցները։ Ոտնահարված ազգային իրավունքների վերականգնման պահանջ կա։ Դա հնարավոր է միայն ինքնորոշման ճանապարհով, վստահեցնում է Արևմուտքը։ Այս միտումները ընդհանրապես բաժանման միտումները, էթնիկ առումով, դավանաբանական առումով, այս բաժանման միտումները, որ նաև արաբական գարնան արդյունքում ի հայտ եկան, դրանք նույնպես վկայում են, որ աշխարհը վերաձևման մեջ անընդհատ փոփոխվող աշխարհը նոր կազմավորումների ծնունդ է անընդհատ տալու։ Նոր պետություններ ազգային ու դավանաբանական հողի վրա։ Երկու պահանջներն էլ բավարարող ու 20 տարվա փաստացի անկախություն ունեցող Արցախը եւս իրավական ձևակերպում ստանալու իրավունքներն ունի։ Հայ փորձագետը մատնանշում է, վերջին 100-ամյակում մոլորակի պետությունները անընդհատ ավելանում են, այլ հարց է դրանց ճանաչման գործընթացի արագությունը։ Լեռնային Ղարաբաղի այդ ճանապարհը վաղուց անցել է, այսինքն ոչ մեկ չի վիճարկում Լեռնային Ղարաբաղի որպես պետական կազմավորում լինելը։ Խնդիրը անկախ պետության
հասնելու ճանապարհի մասին է։ Այն փաստարկը, որ կա, այդ նախադեպ չի կարող լինել եւ այլն, դա ընդհանրապես միջազգային իրավունքի եւ միջազգային դիվանագիտական պրակտիկայում կիրառելի երկխոսության համար է նախատեսված, բայց ինքը բոլոր քաղաքագետներն էլ վերլուծաբաններն էլ գիտեն, որ իրենք կամ նախադեպ են դառնում, կամ դեպքերի շղթա են դառնում։ Նոր պետությունների ձևավորումը արաբական գարնան համատեքստում ձեռնտու է նաև հայկական կողմին։ Իրողությունը անուղղակիորեն չեն շղթում նաև Մինսկի խմբի համանախագահողները։ Օրեր առաջ նրանց արած հայտարարությամբ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերը գրեթե մոտեցել են վերջնակետին։ Սարո Սարոյանը շեշտում է, խաղաղ կարգավորման միակ տարբերակը ինքնորոշման հաստատումն է, այլ տարբերակների նախադեպեր դեռևս չկան։ Նաիրի Հոխիկյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Նախորդ խորհրդարանական ընտրությունների նման Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մեծամասնական ընտրակարգով այս անգամ էլ իր թեկնածությունը առաջադրել է Տավուշի մարզում։ Իսկ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նպատակին հասնելու ճանապարհի նախապատվությունը տվել է Արտաշատին։ Պատգամավորության երկու թեկնածուները այսօր հանդիպել են լրագրողներին, ներկայացրել իրենց առաջիկա անելիքները։ Նրանք կանխատեսել են նոր խորհրդանի հնարավոր կազմը։ Նրանց դիտարկմամբ այնտեղ կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն։ ՕԵԿ-ի խորհրդարան չմտնելու հարցում Տիգրան Կարապետյանը եւ Դավիթ Հակոբյանը միակարծիք են եղել, իսկ ժառանգության մասով փոխանցել իրենց կասկածները։ Свободный волк свободного марксистского стая. Моя добыча – это добыча моего народа. Добыча моего народа – это моя добыча. Հայաստանի գլխավոր մարքսիստի ներկայիս քաղաքական կարգավիճակն է։ Նա պատգամավորական մանդատի համար պայքարելու է Տավուշի մարզում մեծամասնական ընտրակարգով։ Պարլամենտը դա ազգի ուղեղն է եւ միտքը կարգախոսով։ Լուրերը, թե իրենց սատարում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հերքում է։ Կատարյալ խաբեբայություն է, առայժմ համենայն դեպս։ Իրականում Դավիթ Հակոբյանը դեմ չէ ազնիվ ուժերի աջակցությանը, բայց ոչ ամենևին հովանավորության կամ ֆինանսական աջակցության տեսքով։ Դրա կարիքը չունի։ Խնդիրը մեկն է։ Ընտրական հանձնաժողովների անդամներին պահել իրենց վայելուչ առաքինի եւ բարձր մակարդակի վրա։ Հոգիները չվաճառեն 2 գրոշով։ Եթե չընտրես, տանուլ կտաս, կարգախոսով է առաջնորդվելու ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Համամասնական ընտրակարգից վերջնականապես հիասթափված խորհրդարանական պայքարին նա միացել է մեծամասնականով։ Որոշակի հույս ունեմ, որ գյուղերում կեղծելը դժվար է։ Տիգրան Կարապետյանը գաղափարական միավորման կողմնակից է, չհիմնավորված միավորումներից ուղղակի խորշում է, այդ իսկ պատճառով էլ չի հայտնվել որևէ կուսակցության համամասնական ցուցակում։ Բայց իր միայնակ պայքարում նրան սատարելու պատրաստակամություն են հայտնել քաղաքական դաշտից։ Անդիմադիր ուժերից, բայց դա դեռ հստակ չի։ Ամենայն դեպս դա լինելու է փոխադարձ։ Իրենք ինձ, ես իրենց։ Նախագահական ընտրապայքարից խոսելը դեռ վաղ է, բայց երկու թեկնածուի անուն արդեն իսկ կարող ենք հիշատակել։ Դավիթ Հակոբյանը չընտրվելու դեպքում Տիգրան Կարապետյանը պատգամավոր ընտրվելու դեպքում էլ առաջադրվելու է իբրև նախագահի թեկնածու։ Ասմիկ Օհանյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Ազգային ժողովի հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը եւ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեթրակյանը այսօր խոսել են խորհրդարանական ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացման անհրաժեշտության մասին։ Վարդան Այվազյանը հայտարարել է, որ իրենք պայքարում են Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կյանքի համար, իսկ Անուշ Սեթրակյանն էլ հավաստիացրել է, որ Ազատ դեմոկրատները նոր շունչ կհաղորդեն խորհրդարանին։ Այսինքն ժառանգություն է, ձեր կարծիք դուք ժառանգությունից եք, չէ՞։ Ժառանգությունից չի, այս պահին միավորված ցուցասպայողի չէ։ Միավորված չի, ցուցակով դուքի խնդիրը միավորված են 7%-ը։ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում է, որ հարազատ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պայքարում է ինքն իր համար, մնացած բոլորը հանրապետականի դեմ։ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ նրա բանավեճն ավելի շուտ շոու էր հիշեցնում, որում ավելի շատ խոսվեց Վրաստանի տնտեսական իրավիճակից, քան թե մեր։ Վարդան Այվազյանը վստահ է, իր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմելու։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ մեկի դեմ չի պայքարում, ինքը խնդիրը դրե հստակ, ինքը ունենա համապատասխան քվեներ եւ այդ համապատասխան քվեներով ինքը փորձի այն ծրագրերը, որոնք որ ինքը կոչել է, անունը կոչել են, բնականաբար շարունակի։ Անուշ Սեդրակյանի ակնկալիքները նույնպես մեծ են, հավատացած է 20% ձայն են հավաքելու։ Մենք իբրև նոր ուժ իսկապես գալիս ենք առաջինը այն ինչ պակասում է Հայաստանին բերելու ճշմարտություն իրապես, որովհետև այնքան ենք մենք լսել տարբեր բաներ, գեղեցիկ խոսքեր, գեղեցիկ ֆրազներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը։ Այն, որ միևնույն ընտրատարածքներում ընդդիմադիրները, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչները միմյանց դեմ են պայքարում, բանախոսները նորմալ են համարում։ Նաիրա Պողոսյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։
Հայաստանում ներկրման ծավալները մի քանի անգամ գերազանցում են արտահանման ծավալներին, մինչև վերջերս Հայաստանում բեռնափոխադրումներով հիմնականում զբաղվում էին հարևան երկրների բեռնափոխադրող ընկերությունները, որոնց ռեսուրսները բավականին մեծ են, սակայն այժմ նրանց հետ մրցակցում են նաև հայկական կազմակերպությունները։ Բեռնափոխադրումների ոլորտում տեղական ընկերությունների գործունեությունն են ուսումնասիրել իմ գործընկերները։ Օձի թույն էլ կարող է ձեռք բերել արտահայտությունը մեր իրականությունում վաղուց ոչ ոքի չի զարմացնում, չնայած նրան, որ Հայաստանի անկախությունն ի սկզբանե ուղեկցվում է շրջափակման ու բեռնաշրջանառության համար սահմանափակ հնարավորություններով, բերվում է ամեն ինչ։ Վերջին 3-4 տարում պարսկական, թուրքական ու վրացական բեռնափոխադրողների կողքին սկսել են զարգանալ նաև հայկական մասնավոր ընկերությունները։ Շուրջ 22 տեղական կազմակերպություն օդային ու ցամաքային ճանապարհներով բեռնափոխադրում է իրականացնում։ Մաքսազերծման գներին զուգահեռ ապրանքի ինքնարժեքի վրա մոտ 20%-ով ազդում է նաև փոխադրման գինը։ Վարելիքը թանկանում է եւ գների վրա դա ազդում է։ Եթե մաքսազերծման տուրքերը ավելի մատչելի լինեն, ավելի շատ կներ մուծեն։ Ինքնաթիռներով ներկրման արժեքը կրկնակի թանկ է ցամաքով վերվողից։ Այդ իսկ պատճառով օդային փոխադրումները ներկրվող բեռների ընդհանուր ծավալի 5-ից 10%-ն են կազմում։ Երկաթգծային փոխադրումներն էլ լաստանավերի միջոցով են իրականացվում։ Փոթի եւ Բաթումի նավահանգիստներից այն կողմ չեն անցնում։ Ճանապարհ չունենք։ Այսօրվա տարիֆները ներկրվող ապրանքների մեզ համար թանկ են այնքանով, որ մենք գտնվելով ծովից հեռու հաճախ մրցունակ չեն այն երկրների հետ, որոնք նավահանգիստներում են սպասարկում։ Դրանից զատ դժվարություններ են առաջանում նաև կապված Լարսի ճանապարհի հետ։ Ձմռան ամիսներին բեռնատարները շաբաթներով սպասում են անանցանելի դարձած անցակետի բացվելուն։ Մեր բեռնափոխադրողները գերադասում են աշխատել եվրոպական երկրների եւ Ռուսաստանի հետ, չնայած որ վերջինիս դեպքում փաստաթղթային քաշքշուկների մեջ են ընկնում։ Կան բեռնափոխադրող կազմակերպություններ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները։ Ճիշտն ասած, բնականաբար բիզնեսի ոլորտում գումարային առումով է քեզ հետաքրում եւ որակը։ Իդեպ, երբ պետական եկամուտների կոմիտեից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ բեռնափոխադրումների մասին, պատասխանեցին, որ մեկնաբանելու ոչինչ չկա, հարկավոր բոլոր թվերը ներկայացված են համացանցում։ Ներկայացված այդ տվյալների համաձայն ներկրման եւ արտահանման ծավալները մեր երկրում տարեստարի կայուն աճ են արձանագրում, մինչդեռ ներկրողի դիտանկյունից պատկերն այլ է։ Տարեկան առումով նվազել է բեռնաշրջանառությունը, դե իմ բիզնեսի առումով էլ եւ շփվելով մաքսային այդ համակարգի հետ հասկանում եմ, որ շուկան ավելի թույլ է, քան անցած տարիներին։ Առաջին ճանապարհներն են։ Եվ ես վստահ եմ, որ մոտակա տարիներին մենք որակապես հանրապետական նշանակության հատկապես լուրջ ճանապարհներ կունենանք։ Երկրորդը դա ներքին փոխադրումների ավտոպարկի ունենալու հարցն է։ Եթե այս երկու բանը լինում է, մենք ներքին փոխադրումների խնդիր երկրում չենք ունենում։ Ցանկություն կունենայի, որպեսզի մեզ մոտ Հայաստանում ինչ որ դասընթացներ լինեն, լոգիստիկան զարգանա ավելի։ Կատարվում են ներդրումներ, մեր բեռնափոխադրողները համագործակցում են օտարերկրափոխադրողների հետ։ Այնուամենայնիվ խնդիրների լուծումը համակցված մոտեցում եւ առաջնահերթ գնային քաղաքականության հստակեցում է պահանջում։ Նաիրա Պողոսյան, Վարդան Մկրտումյան, Մելիք Ղարիբյան, Հովանես Չապարյան, Էպիկենտրոն։ Տարածաշրջանային եւ միջազգային նորությունների մասին։ Թբիլիսիում այսօր սկսվել է Եվրամիության եւ Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի մշակման բանակցությունների առաջին փուլը։ Ըստ հավաստիացումների բանակցությունները կտևեն 1.5-ից 2 տարի, ինչից հետո վրացական տնտեսությանը կներկայանան զարգացման նոր հեռանկարներ։ Համաձայնագիրը Եվրամիության եւ Վրաստանի միջև ասոցիացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն է։ Այն իր հերթին ընդգրկված է արևելյան գործընկերություն նախաձեռնության մեջ։ Հիշեցնենք, որ 2009 թվականից իրականացվող արևելյան գործընկերություն նախագիծը նախատեսում է հետխորհրդային 6 պետության Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելարուսի քաղաքական եւ տնտեսական մերձեցում Եվրամիությանը։ Միջազգային մյուս նորությունների մասին տեսաշարով։ Սիրիայի իշխանությունները ընդունել են երկրում ճգնաժամային վիճակից դուրս գալու 6 կետանոց ծրագիրը, որն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի բանագնաց Քոֆի Անանը։ Մինչդեռ Ստամբուլում համաժողովի հավաքված սիրիացի ընդդիմադիրները այսօր մերժեցին Անանի ծրագիրը։ Ապրիլի 1-ին Ստամբուլում նախատեսված է Սիրիայի բարեկամներ համաժողովը եւ վերլուծաբանների կարծիքով Թուրքիան սիրիացի ընդդիմադիրներին միավորելու փորձեր է անում, որպեսզի միջազգային հանրությանն ու երկրի բնակչությանն ապացուցի, թե նախագահ Ասադին այլընտրանք կա։ Վերլուծաբանների կարծիքով ընդդիմության միավորումը դժվար թե հետ-ասադյան Սիրիան հետ պահի կրոնական եւ ազգամիջյան բախումներից։ Ինքը նախագահ Բաշար Ալ-Ասադը այսօր այցելել է ամենածանր բախումների թատերաբեմ դարձած Հոմս քաղաքի Բաբա Ամր Արվարձան։ Բնակիչների հետ զրուցել նրանց անվտանգության խնդիրների եւ վերականգնման աշխատանքի մասին։ Մարդիկ վերջում վանկարկել են՝ միայն Աստծուն, Սիրիան եւ Ասադին ենք ուզում։
Անցյալ տարվա ընթացքում աշխարհում 20%-ով աճել է փախստականի կարգավիճակ ստանալու համար արևմտյան երկրներին դիմողների թիվը, որն այսօր հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։ Մասնավորապես, Ֆրանսիայից փախստականի կարգավիճակ խնդրողների թիվն անցյալ տարի աճել է 8%-ով, ինչը զեկույցի հեղինակների պնդմամբ գոյացել է նաև Հայաստանից նման կարգավիճակի համար դիմացների թվի աճով։ Ամեն դեպքում Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ խնդրողների հիմնական խումբը մնում է Ռուսաստանը։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հեռուստատեսային հեռարձակողներին հորդորեց չցուցադրել Թուլուզյան սպանությունների կադրերը։ Ֆրանսիայի իրավապահները նախկինում էլ ասել էին, որ մարդասպանի մոտ տեսանկարահանող սարք են նկատել։ Եվ ահա սպանությունների գլխավոր կասկածյալ Մոհամեդ Մերայի մահվանից կարճ ժամանակ անց այդ տեսանյութերը իսլամական երգերով մոնտաժված եւ համակարգչային հիշողության կրիչի վրա ուղարկվել են Ալ Ջազերա հեռուստակայան։ Վերջինս ավելի ուշ հայտարարեց, որ չի հեռարձակելու այդ նյութերը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Միթ Ռոմնիին խորհուրդ է տվել մտածել գլխով եւ ոչ թե հոլիվուդյան ստերեոտիպերով։ Ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում Ռոմնին վերջերս ասել էր մեջբերում. նախագահ Օբաման պետք է հասկանա, մեր թիվ 1 աշխարհաքաղաքական թշնամին անկասկած Ռուսաստանն է։ Մեջբերման վերջ։ Մեդվեդևի պատասխանը տարածած ռուսական լրատվամիջոցներն ավելացնում են, որ վերջում նա մի խորհուրդ է տվել Միթ Ռոմնիին ժամանակը ստուգել։ Այժմ 2012 թվականն է եւ ոչ թե 1970-ականները, ասել է Ռուսաստանի պաշտոնավարությունն ավարտող նախագահը։ Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Եվրամիության երկրներից ընտանի կենդանիների եւ մսի ներկրումը։ Դա բացատրելով Եվրոպայում տարածված կենդանիների համար մահացու համաճարակներով։ Նման ապրանք Ռուսաստան արտահանելը Եվրամիությանը տարեկան 190 միլիոն եվրոյի շահույթ էր բերում։ Ռուսաստանցի փորձագետները պնդում են, թե միջոցառումը չի ազդի երկրում մսի գնի վրա եւ ոչ էլ առաջարկը կպակասի։ Օրինակ, խոզի մսի տեղական արտադրանքը նախատեսված է այս տարի ավելացնել առնվազն 150,000 տոննայով։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Սարսանգի ջրամբարի պատվարի ուսումնասիրության եւ դրա անվտանգության ծրագրի շահագործման ծրագրի իրականացման համար այս տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են մեկնելու Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մասնագետներից եւ փորձագետներից կազմված 6 աշխատանքային խմբերը։ Ջրամբարի օգտակար գործողության գործակցի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ։ Սարսանգը Արցախի Հանրապետության խոշորագույն ջրամբարն է։ Գտնվում է Մարտակերտի շրջանի կենտրոնական հատվածում, Թարթար գետի վրա։ Շրջապատված է գեղատեսիլ բնությամբ։ Ջրամբարն ունի ավելի քան 600 միլիոն խորանարդ մետր ծավալ։ Գրեթե քառորդ դար այն սպասարկում է Արցախի ժողովրդին։ Սակայն կառուցման օրվանից մինչ օրս ջրամբարի պատվարի կայունության վերաբերյալ ուսումնասիրություն, այն էլ ոչ ամբողջական, իրականացվել է մեկ անգամ ԽՍՀՄ-ի օրոք։ Սարսանգի պատվարը հանդիսանելով այսօր մեր նորանկախ պետության ամենաստրատեգիական, ամենակարևոր բաղադրիչներից մեկը, կառույցներից մեկը, նա պետք է ապահովված լինի ամենավերջին, այսպես ասած, անվտանգության ցուցանիշներով։ Ջրամբարում ուսումնասիրություններ իրականացնելու համար գիտնականներին Հայաստանի Հանրապետության պետբյուջեից մեկ տարվա համար 30 միլիոն դրամ է տրամադրվել։ Արդեն մյուս տարի կլինեն տվյալներ Սարսանգի ջրամբարի պատվարի ամրության, չափի չզգող գործիքների աշխատանքի, պատվարի մարմնի գրունտի ֆիզիկա-մեխանիկական եւ ֆիլտրացիոն հատկությունների եւ այլ գործառույթների վերաբերյալ։ Աստված միարասցե, որ ենթադրենք ինչ-որ պատճառներից փլուզում եղավ։ Ինչ ջրածածկ տարածքներ կարող է առաջացնել Սարսանգի պատվարի փլուզումը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի հնարավորություններ ստեղծել ջրի մակարդակի մի քանի մետրով բարձրացման համար։ Այժմյան 718-ի նիշից այն հասցնելով 722-ից 724-ի։ Նարե Գրիգորյան, Հովանես Չապարյան, Էպիկենտրոն։ 1995 թվականից Հայաստանն անդամակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությանը։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է 35 ծրագիր։ Ներդրումների ընդհանուր ծավալն էլ հասել է 202 միլիոն դոլարի։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունը մեկ այլ ծրագիր էլ իրականացնելու է Biblos Bank Armenia ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ Միջազգային ֆինանսական կազմակերպության IFC-ի կողմից Biblos Bank Armenia ընկերությանը տրամադրած վարկի ծավալը 10 միլիոն դոլար է կազմում։
Ստորագրված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում բանկին հիփոթեկային վարկեր տրամադրել վարկառուներին, որոնք էլ իրենց հերթին ուղղված են լինելու բնակարանային էներգոարդյունավետությանը, ինչը դա իրենից ենթադրում։ Բնակարանում պետք է լինի ժամանակակից ջեռուցման համակարգ, էներգոարդյունավետ էլեկտրական սարքեր, վերանորոգման ընթացքում էլ պետք է կիրառվեն էներգոարդյունավետությանը նպաստող նյութեր եւ շինարարական տեխնոլոգիաներ։ Վարկերը տրամադրվելու են, եթե այդ էներգախնայողության տարրերը պարունակող վերանորոգման ծախսերը կազմում են առնվազն ընդհանուր ծախսերի 50%-ը։ Դա է լինելու հիմնական պայմանը։ Հայաստանյան բանկային համակարգում առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում։ Տրամադրված վարկերը խթանելու են էներգախնայողությունը։ Վարկառուին տրամադրվող գումարը չի գերազանցելու $100 միլիոն։ Տրամադրվելու են մինչև 15 տարի ժամանակահատվածով։ Տոկոսադրույքները կախված կլինեն շուկայում տվյալ պահին գործող տոկոսադրույքներից, բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ այն մրցունակ լինի եւ լինի ավելի ցածր տոկոսադրույքով, քան բանկի կողմից տրամադրվող նմանատիպ հիփոթեկային վարկեր։ Biblos Bank Armenia ընկերությանը տրամադրվող վարկը առաջինն է նման ծրագրի շրջանակներում։ Հայաստանում մենք ունենք հստակ ռազմավարություն, այն է նպաստել էներգոարդյունավետության բարձրացմանը, տնտեսական կայունաճի եւ նոր աշխատատեղերի ստեղծման ապահովմանը։ Բնակարանային էներգոարդյունավետությանն ուղղված այս ծրագիրը կողմերի հավաստմամբ մեկնարկելու է 3 ամսից, իսկ մինչ այդ ծրագիրը պետք է մանրամասն քննարկվի, որպեսզի հետագայում հաճախորդները ոչ մի խնդրի առջև չկանգնեն։ Հրազդանի երկաթի հանքի շահագործման դրական եւ բացասական կողմերին վերաբերող բնապահպանական քննարկմանը մասնակցել են նաեւ հանքավայրը շահագործող Fortune Reserves ընկերության ներկայացուցիչները։ Մանրամասնում է Նարեկ Գրիգորյանը։ Հանքերի երկիր Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվողներն իրար հերթ չեն տալիս, քանդում են ամենուր, փնտրում ընդերքում։ Նրանց գործողություններին ուշի ուշով հետևում են անխնա շահագործմանը դեմ բնապահպանները։ Հենց նրանց շնորհիվ է Հրազդանի երկաթի հանքի շահագործման գլխին հարցական կախվել։ Գործընթացը թեև ուսումնասիրությունների իրականացման փուլում է, սակայն բնապահպանները վաղուց են եկել եզրահանգման։ Նրանց վստահեցմամբ պղտորվելու է ոռոգման ջրի համակարգը, խմելու ջուրը, առաջանալու են խոպան հողեր։ 4 խմելու ջրի աղբյուրներ են, որոնք սնուցում են 4 քաղաքներ խոշոր։ Դա Հրազդանն է, Ծաղկաձորն է, Չարենցավանն է, Աբովյանն է։ Նաև այդ աղբյուրները գնում են միանում են Աբովյանի խմելու ջրի աղբյուրներին եւ ստեղծում են Երևանի խմելու ջրի 30%-ը։ Քննարկմանը ներկա շահագործող Fortune Resource ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Հարությունյանն էլ փորձում էր ընդդիմացող բնապահպաններին հավաստիացնել, որ հանքարդյունաբերական աշխատանքների ծավալմանը զուգահեռ ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում։ Մեզ ոչ մեկ որևիցե ձևի առավելություն կամ բան չի տալու, որ մենք առանց օրենքով սահմանված պարտադիր այդ բաները, պահանջները կատարելու որևիցե արտադրություն, այսինքն այդ պահանջները խիստ են լինելու։ Այս քննարկմամբ իհարկե հարց չլուծվեց, հանքարդյունաբերող ընկերության ներկայացուցիչները բնապահպաններին համագործակցության էին կոչում։ Բնապահպանները, սակայն հավատարիմ իրենց կոչմանը, մնացին անդրդվելի։ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Դպրոցից հետո եւ հաճախ բուհից առաջ։ Դասյարակությունը եւ կրթությունը շարունակվում է նաեւ բանակային 2 տարիների ընթացքում։ Պատմության մշակույթի մասին եռամյա դասախոսությունների շարքը ավարտված է։ Հայաստանյան 14 գիտակրթական հաստատությունների 163 գիտնական եւ դասախոս այցելել է զորամասեր եւ հանդիպել զինծառայողներին։ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի նպատակն է մեծացնել զինվորի աշխարհայացքը, մարզել ոչ միայն մարմինը, այլև կրթել միտքը։ Նախարար Օհանյանի հավաստմամբ խելացի զինվորը անկախության պահպանման հիմնական գրավականներից է։ Պատմության եւ մշակույթի էջեր ծրագրի մասնակիցներից մի քանիսը պարգևատրվել են Գարեգին Նժդեհ շքանշանով եւ պատվոգրերով։ Ձեռնարկի հեղինակների պնդմամբ ծրագիրը շարունակվելու է իր մեջ ներառելով նոր ոլորտներ, մասնավորապես հոգեբանություն եւ սոցիոլոգիա։ Անկախությունը ձեռք է բերվում եւ պահպանվում ոչ միայն զենքով, այլ նաեւ մտքով եւ գաղափարով։ Հետեւաբար ունենալ ազգային հոգեոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն, ասել է թե ունենալ մեր այդքան թանկ գնով ձեռք բերված անկախության պահպանման երաշխիքը։ Իմ դասախոսները նվիրված են բնականաբար Թուրքիային եւ թուրք-հայկական հարաբերություններին, իսկ արձագանքները մեր սպասածից շատ ավելի լավ էին, քանի որ զինվորները նախ մեծ հետաքրքրություն էին ցույց տալիս եւ հետո բավական նուրբ եւ լուրջ հարցեր էին տալիս։ Սկզբնական շրջանում մեզ թվում էր, թե մենք ուղղակի պետք է դասախոսություն կարդանք, բայց շատ շուտ մենք հասկացանք, որ զինվորին ոչ թե այնքան հետաքրքրում է դասախոսությունը, այլ կենթանի շփումը մտավորական, գիտնական գրող մարդու հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մինչև մարտի 31-ը պարտավոր է ներկայացնել 25 պետական կառույցների վերաբերյալ տարեկան զեկույց։ Մի շարք ոլորտների մասով զեկույցները արդեն իսկ հրապարակվել են։ Քննարկման լայն ալիք է բարձրացրել կրթության գիտության նախարարությանը վերաբերող զեկույցը։ Ոլորտի պատասխանատուի առաջին արձագանքը հնչել է Արմեն Աշոտյանի Facebook-յան էջում։ Կրթության և գիտության ոլորտում գրանցված թերությունների ու մարդու իրավունքների խախտումների հարուստ ցուցակը մեկ տարվա կտրվածքով պատրաստ է։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է տարեկան զեկույց։ Մատնանշված խնդիրների առնչությամբ պաշտոնական և ոչ պաշտոնական կարծիքները միանշանակ չեն։ Եթե որևէ մարմին ասի, որ մեր որևէ նախադասություն օբյեկտիվ չէ, ճշմարիտ չէ, կեղծ է, շինծու է, սարքած է, այդ ժամանակ մենք պատրաստ ենք կոշտ արձագանքերի և հիմնավորումներ ցույց տալ։ Կրթության և գիտության նախարարի պաշտոնական արձագանքն ուշանում է, նախարարությունից մեզ տեղեկացնում են նախարարի ոչ պաշտոնական առաջին արձագանքին կարող եք ծանոթանալ նրա Facebook-յան էջից։ Այստեղ Աշոտյանը շտապում է հանդարտեցնել թեժացած կրքերը։ Հրապարակված զեկույցը ոչ մասնագիտական որակելով։ ՄԻՊ-ի զեկույցում կրթության ոլորտին անդրադարձը կարծես ոչ միայն իրավական է, այլև բովանդակային եւ մեզ հետաքրքիր էր կարդալ այդ տվյալ դեպքում ոչ մասնագիտական կարծիքը։ Իսկ նախարարը տեղյակ է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պարտավորությունների մեջ է մտնում 25 պետական կառույցների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց ներկայացնելը։ Այս տեսանկյունից ենթադրելի է, որ ՄԻՊ-ի կարծիքը ավելի քան մասնագիտական է։ Մենք ունենք տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում եւ կրթության ոլորտի մասնագիտացած կադրեր։ Նախարարության գործունեության վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի խիստ մոտեցումը մամուլը պայմանավորում է Անդրեասյան Աշոտյան անձնական բնույթի վիրավորանքների հասած մի բանավեճով, որը վերաբերել է դպրոցական դասագրքերին։ Կարեն Անդրեասյանը սակայն շրջանառվող ասեկոսները հերքում է։ Ես անձնական որևէ վատ հարաբերություն չունեմ որևէ մարմնի, որևէ ղեկավարի հետ։ Սա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գնահատականներն են, ոչ թե Կարեն Անդրեասյան անձի։ Գրասենյակի ուսումնասիրությունները փաստում են, լուծված չեն դպրոցների ջեռուցման խնդիրները, թեև այդ մասով պետբյուջեից տրամադրվում են ֆինանսական միջոցներ։ Նախարարության թերի վերահսկողության հետևանքով դպրոցներում չի վերացել կոռուպցիան եւ դրամահավաքությունը։ Դպրոցների հաստիկացուցակներում ընդգրկվել են տնօրենների ազգականներ ու ծանոթներ, ովքեր ոչ միայն չեն դասավանդել, այլև չեն հաճախել դպրոցներ։ Նախարարն արձագանքում է։ Այս խնդրի մի մասը տարիների ընթացքում լուծվել կամ լուծվում են, ինչի մասին վկայում է զեկույցից ձեռքբերումներ բաժինը։ Ի դեպ, այդ ձեռքբերումների շարքը առանց վարանելու եւ ավելորդ համեստության կարելի է շարունակել։ Կարեն Անդրեասյանն արձագանքում է, եթե որևէ երկրի օմբուդսմեն զեկույց է հրապարակում, ոլորտի պատասխանատուները ոչ թե քննադատում, այլ լծվում են թերությունները վերացնելու գործին։ Լուսինե Մուրադյան, Աշոտ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի մեղքը մեղադրող կողմի հավաստմամբ լիովին ապացուցված է։ Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը հրապարակելով մեղադրական ճառը այսօր նշել է, որ Մարգար Օհանյանը իր դիրքը չարաշահել է, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս։ Նշենք, որ Մարգար Օհանյանի հետ միասին մեղադրյալ են նաև ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյաներ Ստեփան Կարախանյանը, Սամվել Մախմուրյանը եւ Արա Լևոնյանը, որոնց մեղքը նույնպես դատավարության ընթացքում ապացուցվել է։ Մանրամասները իմ գործընկերոջ տեսանյութում։ 35 էջից բաղկացած եւ մոտ 2 ժամ տևած մեղադրական ճառը դատախազ Հարություն Հարությունյանը սկսել է վկաների հարցաքննությունից։ Նա մանրամասն ներկայացրել է նաեւ մյուս ապացույցները։ Մեղադրող դատախազը անդրադարձել է նախորդ դատական նիստերում Մարգար Օհանյանի արած բոլոր հայտարարություններին, մասնավորապես այն հանգամանքին, որ նա չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, նշելով, որ իր հանդեպ հաշվեհարդար է իրականացվել նախկին ոստիկանապետի կողմից եւ որ իրեն վստահված որևէ գույք ինքը չի հափշտակել։ Հարություն Հարությունյանն անդրադառնալով Մարգար Օհանյանի արած հայտարարություններին հակադարձել է, նշելով, որ գործում արկա չէ այնպիսի տվյալ, որը կվկայի, որ ոստիկանապետն աշխատել է իր դեմ, եւ եթե այդպես է եւ ունի փաստեր, ապա նա զրկված չէ իրավասու մարմիններին այդ մասին տեղեկացնելու հնարավորությունից։ Հարություն Հարությունյանը անդրադարձել է նաեւ Մարգար Օհանյանի մեկ զանգով վկայից կասկածյալի վերածվելու վերաբերյալ արված հայտարարությանը։ Ձերբակալումը պայմանավորված է եղել ոչ թե սուբյեկտիվ ցանկությամբ, առավել եւս երևակայական ինչ-որ զանգով, այլ գործող քրեադատավարական օրենսդրության պահանջով։ Մեղադրող դատախազի բերած փաստարկներով ճանապարհային ոստիկանությունում բենզինի յուրացման եւ այն քողարկելու փաստերը հիմնավորվել են վկաների ակնառու ցուցմունքներով։ Ուղղակի Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչում հասարակության առաջ արդարանալու նպատակով։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրող դատախազը պատժի նշանակման վերաբերյալ միջնորդություն է անում, հիմնվելով ձեռք բերված ապացույցների եւ ամբաստանյալների անձը բնութագրող հանգամանքների վրա։ Մարգար Մնացականի Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով ազատազրկման 7 տարի ժամկետով գույքի կեսի բռնագրավմամբ
սակայն ոչ ավելի 19 միլիոն 721,060 դրամ գումարից։ Վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով։ Մեղադրողը Ստեփան Կարախանյանի համար 5 տարի 11 ամիս 27 օր ժամկետով եւ առանց գույքի բռնագրավման ազատազրկման միջնորդություն ներկայացրեց։ Արա Լևոնյանի համար որպես վերջնական պատիժ դատախազը պահանջեց ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով առանց գույքի բռնագրավման։ Սամվել Մախմուրյանի համար 5 տարի ազատազրկում։ Սակայն հաշվի առնելով Մախմուրյանի, Կարախանյանի եւ Լևոնյանի անձնաբնութագրող եւ պատիժը մեղմացնող հանգամանքները, մեղադրող դատախազը պահանջեց նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, որի ժամանակ արդեն պաշտպանական կողմը հանդես կգա ճառով։ Արթուր Հակոբյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Մարտի 27-ին ամբողջ աշխարհը նշում է թատրոնի միջազգային օրը։ Հայաստանը եւս բացառություն չէ։ Դերասանները չեն հանգստանում, հանգստյան օրերին անգամ աշխատում են, քանի որ հանդիսատեսը չի սպասում։ Թեմայի մանրամասներին է անդրադառնում Մանա Եփրեմյանը։ Օր, շաբաթ, ամիս, տարի, մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, այսինքն մի ամբողջ կյանք, որ անցել եւ անցնում է թատրոնում։ Եթե ոչ բոլորը, ապա դերասաններից շատերն իրենց կյանքի մեծ մասը թատրոնին են նվիրել։ Ուղղակի, որովհետեւ սիրում են իրենց մասնագիտությունը։ Թատրոնը ինձ համար կյանք է։ Իմ կյանքն է թատրոնը։ Երիտասարդ դերասանը իր ստեղծագործական ուղին դեռ 7 տարեկանից է սկսել, չնայած որ ծնողներից ոչ մեկը դերասան չի եղել։ Բայց եթե օրերից մի օր իր երեխան հոր ուղին շարունակելու ցանկություն հայտնի, անասելի հպարտ կլինի, բայց երբեք չի ստիպի, քանի որ համոզված է, դերասան ոչ թե դառնում, այլ ծնվում են։ Մարդը այդպեսին է, դրա համար դերասան է։ Այսինքն ինքը պիտի լինի այդպեսին, որ կարողանա այդ մասնագիտության մեջ ապրել։ Արշալույսը դեռ երազում է, իսկ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը արդեն գիտի, ինչպես ինքն է ժամանակին շարունակել ծնողների ուղին, այնպես էլ այժմ դուստրն ու թոռնուհին են շարունակում։ Թատրոնի նվիրյալները բազմաթիվ են, որոնց վրա պետք է հենվել վաղվա թատրոնի մասին մտածելիս։ Մասնագետի համոզմամբ արդեն ետևում են այն ժամանակները, երբ թատրոնները դատարկ էին։ Սկսել են շատ հաջող աշխատել թատրոնները, երիտասարդությունն է բավական ակտիվացել թատերական, բավական հետաքրքիր սերունդ է գալիս։ Կամերային, դրամատիկական, պատանի հանդիսատեսի եւ Հայաստանի այլ թատրոններին հանդիսատեսի քանակով չի զիջում նաեւ Մնջախաղի թատրոնը։ Մենք ունենք մեր փոքրաթիվ այն հանդիսատեսը, ովքեր անդավաճան գալիս են մեր թատրոն։ Իդեպ, եթե դերասանների համար այսօր տոն է, ապա Մնջախաղի թատրոնի ղեկավարի համար կրկնակի։ Ժիրայր Դադասյանը թատրոնի եւ իր ծննդյան օրերի համընկնումը ճակատագրական չի համարում։ Դրա մեջ շատ գուցեև խորհուրդ կա, բայց չնայած ես մի քիչ, այսպես ասենք, լուրջ չեմ վերաբերում։ Անկեղծ հերոսներ ստեղծող դերասանները երբեք չեն ծերանում։ Այդպիսին է թատրոնի օրենքը։ Մանա Եփրեմյան, Վարդան Մկրտումյան, Հովանես Գյուրքչյան, Էպիկենտրոն։ Թողարկման այս հատվածում իմ գործընկեր Կարո Պողոսյանը կներկայացնի մարզաշխարհի նորությունները։ Խնդրեմ Կարո։ Շնորհակալություն Արա։ Մարզաշխարհի նորություններին կանդրադառնանք կարճատև դադարից հետո։ Բարի երեկո։ Այս օրերին Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում են մեկտեղվել հանրապետության մինչև 16 տարեկան բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները։ Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան այս առաջնությունը նվիրված է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 89-ին։ Հանրապետական այս տուգատեսին 180 բռնցքամարտիկ է մասնակցում։ Կաշվեձեռնոցի պատանի վարպետները Հայաստանի առաջնության հաղթողի կոչումը վիճարկում են 13 քաշային կարգերում։ Եզրափակիչ մենամարտերն ապրիլի 1-ին են կայանալու։ Հայաստանի առաջնության վերջին արդյունքների հիման վրա վերակազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը մի շարք ուսումնամարզական հավաքներից եւ միջազգային մրցաշարերից հետո նախապատրաստվելու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Երևանի պետական համալսարանում ուսուցչի խորհրդի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ։ Հյուրերին ուղղված հարցերը վերաբերել են հայկական ֆուտբոլին, մասնավորապես հավաքականի վերջին շրջանում գրանցած հաջողություններին։ Ուսանողներն իրենց պատրաստակամությունն են հայտնել որպես երկրպագուներ սատարելու ազգային հավաքականի հաղթանակներին ու հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Հարցերից բացի հնչել են նաեւ առաջարկություններ։ Խնդրում ենք ձեզ, որ հանրամատչելի դարձնեք տոմսերը եւ մասնակցեն ոչ միայն սոցիալական բարձր խավի ներկայացուցիչները եւ դա դիտվի որպես պրեստիժ, որ այսինչը կամ այնինչը մասնակցել է այդ խաղին դիտել է անձամբ, այլ մեզ էլ երիտասարդների համար էլ հանրամատչելի լինի։ Իսկ դուք լսել եք Պարսկայի մի երգիչ գոյություն ունի, Հանդի։ Նրա տոմսերը գիտեք ինչքան է։
Հայաստանի հավաքականի մինիմում տոմսի գինը 3000 դրամ է, մաքսիմում 8000 դրամ։ Կա նաև 5000 դրամ։ Եթե դա համարում եք թանկ, ուրեմն թանկ է։ Այսօր եւ վաղը Եվրոպայում մեծ ֆուտբոլի օրեր են, տեղի են ունենալու UEFA-ի Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։ Այսօր Կիպրոսի APOL-ը հյուրընկալելու է Մադրիդի Ռեալին, իսկ Լոնդոնի Չելսին արտագնախաղում ուժերն է չափելու Լիսաբոնի Բենֆիկայի հետ։ Վաղը մրցելու են Մարսելի Օլիմպիկն ու Մյունխենի Բավարիան, ինչպես նաև Միլանն ու Բարսելոնան։ Ֆուտբոլի Իտալիայի A սերիայի առաջնության 29-րդ տուրում Միլանի Ինտերը 0-2 հաշվով զիջեց Թուրինի Յուվենտուսին։ Այդ պարտությունից հետո Ինտերի նախագահ Մասիմո Մորատիի համբերության բաժակը լցվեց։ Ինտերի անհաջող խաղի քավության նոխազ դարձավ թիմի այլևս նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռաներին։ Մարզիչը պաշտոնանկ է արվել։ Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել երիտասարդական թիմի մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին։ Հիշեցնենք, որ Ինտերը 29-րդ տուրից հետո Իտալիայի առաջնության մրցաշարի աղյուսակում 8-րդ տեղն է զբաղեցնում։ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-2 հաշվով պարտվել է Նոր Զելանդիայի ընտրանուն։ Հիշեցնենք, որ մեր թիմն անդրանիկ տուրում 3-0 հաշվով առավելության էր հասել Նիկարագուայի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում միևնույն հաշվով զիջել էր Ղազախստանի ընտրանուն։ Այս պահին ընթացող 4-րդ տուրում սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերն է չափում Եմենի ընտրանու հետ։ Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր թիմը մրցելու է Ադրբեջանի հավաքականի հետ։ Հայաստանի կանանց հավաքականը Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնության առաջին 2 տուրերում միևնույն 3-0 հաշվով զիջել է Իռլանդիայի եւ Կանադայի ընտրանիներին։ Երրորդ տուրում հայուհիները 3-2 հաշվով պարտության են մատնել մոնղոլներին։ 4-րդ տուրում մեր թիմը դարձյալ պարտվել է, այս անգամ Իրանի հավաքականին։ Վաղը կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Մեքսիկայի ընտրանու հետ է մրցելու։ Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության Պալմերիա Կորիանտաս թիմի մրցավեճից հետո երկրպագուների հերթական բախումը ողբերգական ավարտ է ունեցել։ Սան Պաուլոյում այսպես կոչված ֆուտբոլային խուլիգանները հրազենով կրակել են 21-ամյա ֆուտբոլային երկրպագուի վրա, որը հիվանդանոցում մահացել է։ 20 հոգի տարբեր կարգի վնասվածք է ստացել։ Մարզաշխարհի նորություններից այսօր այսքանն ենք նախատեսել։ Կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։ Երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։